Իսկ այժմ ես ցանկանում եմ պատասխանել այն հարցին, ինչով որ դու սկսեցիր մեր զրույցի այս բաժինը։ Շարունակիր, արա այն, ինչ իրոք սիրում ես անել։ Մի արա ուրիշ ոչինչ, դու այդքան ժամանակ չունես։ Ինչպես կարելի է մտածել, որ կորցնես կյանքիդ մի պահ ընդամենն այդ քո կյանքի ապրուստ հայթայթելու համար, անելով այն, ինչ իրականում դու ինքդ չես սիրում։ Ինչ կյանք է դա։ Հավատա, դա կյանք չէ, այլ մահացում։ Եթե դու ասես, այո, եւ սակայն ես ունեմ նրանց, ով ինձանից է կախված, փոքրիկ բերաններ, որ հարկավոր է կերակրել, կին, որն իր հույսը ինձ վրա է դրել, ես կպատասխանեմ քեզ։ Եթե դու պնդում ես, որ կյանքը կախված է մարմնի գործերից, ուրեմն դու չգիտես, թե ինչու ես այստեղ եկել։ Զբաղվիր գոնե նրանով, ինչը հաճույք կպաճառի։ Նրանով, ինչն ասում է քեզ ծայրահեղ դեպքում, այն մասին, թե ով ես դու իրականում։ Այդպես գոնե կխուսափես զայրույթից նրանց նկատմամբ, ով ըստ քո պատկերացման քեզ խանգարում է ուրախանալ։ Այնինչ քո գործն է անում, չի կարելի արհամարել։ Դա շատ կարևոր է, բայց դրա հետ մեկտեղ դա այն չէ, ինչի մասին դու ես մտածում։ Նախատեսված էր, որ մարմնի գործողություններում պետք է արտացոլվեն կեցության որոշակի վիճակներ, այլ ոչ թե վիճակներին հասնելու փորձեր։ Իրական կարգում իրերի մարդ ոչինչ չի անում նախապես, որպեսզի լինի երջանիկ։ Մարդ երջանիկ է արդեն։ Մարդ արդեն երջանիկ է եւ հենց այդ պատճառով նա անում է ինչ-որ բան իր ընտրությամբ, իր կամքով։ Ցավակցող լինելու համար մարդ չի անում ինչ-որ բան, նա ուղակի տիրապետում է ցավակցող բնավորության եւ այդ պատճառով նա իրեն համապատասխանաբար է պահում։ Անհատի մեջ, ով ունի բարձր մակարդակի գիտակցություն, հոգու մտադրությունը նախորդում է մարմնի բոլոր գործողություններին, եւ միայն անգիտակից մարդն է, որ փորձում է այդ գործողությունների միջնորդությամբ վերջապես հասնել հոգուն ցանկալի վիճակին։ Հենց այս նկատի ունենք, երբ պնդում ենք, որ կյանքը կապ չունի այն բանի հետ, թե ինչ է մարմինը տանում, բայց ճշմարիտ է նաև մեկ այլ բան իրականում, այն, ինչ անում է մարմինդ, արտացոլումն է նրա, ինչի հետ քո կյանքը կարող է կապ ունենալ։ Սա եւս մեկ աստվածային երկչուղավորում է։ Դու իրավունք ունես միշտ ուրախանալ, ունես երեխաներ կամ ոչ, ունես դու կին, թե ոչ։ Քո կյանքում քեզ անհրաժեշտ է միշտ ձգտել դրան, քո կյանքում այն քեզ շատ է հարկավոր։ Եվ դու կունենաս երջանիկ ընտանիք, անկախ թե որքան փող ես վաստակում։ Իսկ եթե նրանք դժբախտ են քեզ հետ երջանիկ լինել չեն կարող, ուրեմն թող փնտրեն սեփական ուրախությունը։ Թույլ տուր նրանց քեզ լքել, բաց թող նրանց սիրով։ Եթե դու արդեն հասել ես կատարելության այն աստիճանին, երբ մարմնի պահանջներն էլ քեզ չեն հետաքրքրում, առավել եւս ազատ ես փնտրել քո ուրախությունը երկրի վրա ճիշտ նույնպես, ինչպես երկնքում։ Աստված քեզ ասում է, որ երջանիկ լինելը նորմալ է նույնիսկ քո աշխատանքում։ Աշխատանքդ հաստատում է այն, թե ով ես դու, եթե այդպես չէ, ուրեմն ինչու ես աշխատում։ Դու պատկերացրեցիր, որ դու պարտավոր ես։ Ոչ, դու ոչ ոքու ոչինչ պարտավոր չես։ Եթե դու այն տղամարդն ես, որը դժվարությամբ, զորով պահպանում է ընտանիքը սեփական երջանկության գնով, եթե այդ տղամարդը հենց նա է, ով դու կաս, ուրեմն սիրիր աշխատանքդ, քանզի այն օգնում է ձևակերպել քեզ քո մասին քո պատկերացումը։ Եթե դու այն կինն ես, որն իր գործը չի սիրում, բայց իր պարտականությունները դրանում է տեսնում, եթե այդ կինը հենց դու ես, որ կաս, ուրեմն մեծ ուրախությամբ սիրիր գործդ, սիրիր, քանզի այն համապատասխանում է քո մասին քո կերպարին։ Այն պահին, երբ կհասկանան, թե ինչ են անում եւ ինչու են արել, բոլոր նախընտիր կկարողանան ամեն ինչ սիրել։ Ոչ ոք չի ցանկանում այնպիսի ոչինչ, ինչը որ անել նա չի ցանկանում։ Ինչպես կարելի է լուծել առողջության հետ կապված խնդիրները։ Այնպիսի քանակություն են կազմում հիվանդություններս, որ 3 կյանքերի համար էլ կհերիքեր հավանաբար։ Ինչու եմ իմ այս կյանքում ես այդ ամենով հիվանդ։
Սկզբի համար, եթե դեմ չես, եկ ճշմարիտն ասենք մի բան. դու հիվանդություններդ սիրում ես։ Այո, դու սիրում ես դրանք։ Ինչ? Կամ ծայրահեղ դեպքում դրանցից շատերին։ Դու հոյակապ օգտագործել ես դրանք, որպեսզի ամեն կողմից խղճմտանք զգաս դեպի քեզ վրա ամենուր ուշադրություն գրավես։ Հիմա եք հասկանանք այն, ինչ արդեն դու գիտես, իր ամեն հիվանդություն մարդ ինքն է ստեղծում։ Նույնիսկ ամենաշարքային բժիշկներն արդեն հասկանում են, որ մարդիկ հենց իրենք են իրենց հիվանդ դարձնում։ Մարդիկ ծխում են և զարմանում են, թե ինչու են իրենք հիվանդանում քաղցկեղով։ Ուտում են յուղալի և զարմանում են, թե ինչու իրենց անոթները խցանվում են ջարպով։ Մարդիկ բարկանում են և զարմանում են, թե ինչու են սրտի նոպաներ ունենում։ Ստրեսային պայմաններում անողոք մրցակցում են և զարմանում են, թե ինչու են կաթվածք ստանում։ Այն է առաջին հայացքից անտեսանելի ճշմարտությունը, որ այս մոլորակի վրա ապրող մարդկանց մեծամասնությունը իր անուշադրությամբ, նաև իր անհանգստությամբ ինքներն հասցնում է մինչև դուռը մահվան։ Անհանգստությունը ստեղծում է բիոքիմիական ռեակցիաներ, որոնք կարող են մարմնին լուրջ վնաս պատճառել։ Ստամոքսի խախտումից, հոգեկան խանգարումից մինչև սրտի կանգառնելը և այլ հիվանդություններ։ Համարյա անմիջապես կբարելավվի առողջությունը, հենց որ մարդու մոտ դադարի անհանգստությունը։ Անհանգստությունը այն գիտակցության գործունեությունն է, որը չի գիտակցում ինձ հետ իր միասնությունը։ Մտավոր ամենաավերիչ վիճակն է ատելությունը։ Այն թունավորում է մարդու մարմինը, էությունը, հետևանքներն էլ նրա փաստորեն անվերականգնելի են։ Լրջորեն վերաբերվելը նրան գերադասելի է։ Վախը հակապատկերն է այն ամենի, ինչ դու ներկայացնում ես ինքդ քեզանից։ Հակասության էֆեկտով վախը ղեկավարում է քո թե ֆիզիկական և թե մտավոր առողջությունը։ Վախը չափազանցված անհանգստություն է։ Վախը, ատելությունը, անհանգստությունը, նաև նրանցից ծնունդ առած դառնությունը, տագնապը, շահամոլությունը, անհանդուրժողականությունը, դատելը, մեղադրելը, անբարյացկամությունը, սրանց հարձակումների տակ է ձեր մարմինն անվերջ։ Անհնար է նման պայմաններում մարմինն առողջ պահել։ Ճիշտ նույն կերպ քիչ ավելի ցածր մակարդակներում սնապառությունը, սեփական կամահաճույքների թողտվությունը, նախանձը, քծնանքը, նաև ժլատությունը, այս բոլորը ֆիզիկական հիվանդություններ են բերում։ Յուրաքանչյուր ձեր հիվանդություն սկսվում է ձեր մտքում։